Եվ Լյուստրայում մի մարդ կար, նստած, ոտքից տկար, իծնե կաղ, որը երբեք չէր քայլել։ Սա լսեց Պողոսի խոսքերը, որը նրան նայելով և տեսնելով, թե փրկության հավատ ունի, բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում, կանգնիր քո ոտքերի վրա ուղիղ»։ Եվ նա վեր ցատկեց ու վազվզում էր։ Եվ ժողովրդի բազմությունը տեսնելով այն, ինչ Պողոսն արեց, իր ձայնը բարձրացրեց և լիկայոներեն ասաց. «Աստվածներ մարդկանց կերպարանքով իջան մեզ մոտ»։ Եվ Բարնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին Հերմես, քանի որ նա էր խոսքն առաջնորդողը։ Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր և պսակներ հասցնելով դռան մոտ, կամենում էր զոհ մատուցել բազմության հետ միասին։ Իսկ Բարնաբաս և Պողոս առաքյալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով, ամբոխի միջից դուրս վազեցին, աղաղակում էին և ասում. «Ով մարդիկ, այդ ինչ եք անում դուք, մենք էլ բնությամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքն ու երկիրը և ծովը և ամեն ինչ, որ նրանց մեջ կա։ Նա անցյալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ գնան իրենց ճանապարհներով։ Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ, լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը ուրախությամբ»։ Եվ այս ասելով, հազիվ հանդարտեցրին ժողովրդի բազմությունը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ յուրաքանչյուրը գնա իր տեղը։ Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բարնաբասի հետ համարձակությամբ վիճելով, խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից։ Եվ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են»։ Եվ Պողոսին քարկոծելով քարշ տվին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ Եվ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացավ և քաղաք մտավ ու հաջորդ օրն իսկ Բարնաբասի հետ միասին ելավ գնաց Դերբե։